37 թվականի մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելը անպարկեշտ է։ Կարծում է Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնազերծմանը։ Ես այդ ձայնագրությունը չեմ լսել, սկզբունքորեն չեմ լսել, որտեղ դա նույն բանն է, որ դու փակ դրան հետևից ականջ դնես եւ լսես երկու անձանց խոսակցություն։ Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում գործունեությանը իրենց առանձնազրույցում անդրադարձել են падգամավորները, դատապարտում է տեղի ունեցածը եւ հստակ ձեռագիր տեսնում։ Դա խորհրդային KGB-ի գործելակերպին բնորոշ դրսևորում է եւ կարծում եմ, որ նմանօրինակ գործելակերպը մեր իրականության մեջ չպետք է տեղ ունենա։ Լևոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնազերծումը падգամավոր Ալեքսանդր Արզումանյանը գնահատում է համանadrության կոպտագույն խախտում։ Տեղի ունեցել հանցագործություն, այդ փորձը ունենք 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ իմ եւ մի շարք այլ քաղաքական գործիչների անձնական հեռախոսազրույցները առանց ապօրինաբար ձայնագրած դարձրել են հանրային քննարկման բան։ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները հիշեցնում են, որ գաղտնազերծումը պետք է կատարվի միայն դատարանի համապատասխան որոշմամբ։ Դա կարող էր ձեռնտու լինել իշխանության որոշ շրջանակների, նաև ինչու՞ չէ ընդդիմության որոշ շրջանակների։ Առողջ քաղաքական ուժերը, առողջ մարդիկ ընդհանրապես նման մեթոդների երբեք չեն դիմում։ Որ նպատակ են ունեցել, որպեսզի վարկաբեկեն անվստահություն առաջացնեն ինչ-որ անհատների նկատմամբ, խմորումներ առաջացնեն կուսակցությունների ներսում։ Գաղտնալսմանը դեմ է նաև ազգային ժողովի մեծամասնությունը, սակայն այս դեպքում կոնկրետ մեղավորներ չի տեսնում։ Եթե այդ ճանապարհով գնանք, մի սարքավորումներ կստեղծվի մարդկանց մտքերը որսալու եւ դա հասարակությանը կհասցնի անբարտավանության։